Ազդար հավելվածի տաղավարում մենք այսօր հյուրընկալել ենք հանգետրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Փաշինյան, այդ դուք ինչ եք ակնկալում իշխանություն ՀԱԿ երկխոսությունից ու մասնավորապես այս պահին դուք առաջ եք քաշում արտահերթ ընտրությունների գաղափար ու պահանջ։ Ուզում եմ մի փոքր բացատրեք, մենք էլ հասկանանք, թե ինչ եք ուզում ասել, արտահերթ նախագահական թե արտահերթ զուտ համակարգային փոփոխություններ։ Խնդիրը հետևյալն է, մենք նախ երկխոսության մասին խոսելիս պետք է հասկանանք դրա դրդապատճառները։ Սերժ Սարգսյանի իշխանությունը 3 տարիների ընթացքում ցույց տվեց, որ ի վիճակի չէ լուծել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները։ Մենք տեսնում ենք, որ կառավարությունն այսօր գործող իշխանությունը ամեն օրվա հետ խնդիրները ավելի խորացնում է եւ ցույց է տալիս բացառիկ անկարողություն երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու, երկիրը նոր զարգացման հարթակ բարձրացնելու իմաստով։ Եվ քանի որ եկել է մի ժամանակաշրջան, երբ որ կարծես իշխանությունը ինքն էլ հասկանում է իր անկարողությունը, երկխոսությունը ըստ էության վերջին շանսն է, որպեսզի այս իշխանությունը ինքնակամ հեռանա եւ հարթակը հրապարակը երկիրը թողի ժողովրդին, ժողովրդի կողմից ձևավորված իշխանությանը։ Մենք պետք է հասկանանք, որ երկխոսությունը ունի միայն մի նպատակ՝ ավազակապետության հեռացումը Հայաստանի Հանրապետության իշխանության լծակների մոտից։ Եվ երբ ասում ենք արտահերթ ընտրություններ, մենք նկատի ունենք արտահերթ նախագահական ընտրություններ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս ժամանակին եւ ժառանգությունը, դաշնակցությունը եւս երկխոսության քայլին պատրաստ են, դուք հենց այդ պահին հանդես եկաք ու ասացիք, որ իրենք սխալ ուղու վրա են։ Հիմա երբ դուք եք պատրաստ արդեն երկխոսության միթե դուք եք սխալ ուղու վրա, թե դուք դա ճիշտ ճանապարհ եք Մենք պետք է հասկանանք հետևյալը, որ մենք իշխանությանը պարտադրել ենք կատարել քայլեր։ Իշխանությունը կատարել է Հայ ազգային կոնգրեսի 3 պահանջները, եւ այդ պահանջների կատարումը, երբ որ նրանք տեղի են տվել մեր ճնշումներին, ազատ են արձակել քաղբանտարկյալներին, ազատել են ազատության հրապարակը եւ մարտի 1-ի քրեական գործի վերաքննության մասին են հայտարարել, մենք իշխանությանը վերջին շանս ենք տալիս կատարելու նաև այդ պահանջը ինքնակամ հեռանալու իշխանությունից։ Ես չեմ հիշում, որ դաշնակցությունը կամ ժառանգությունը իշխանությունից հեռացնելու շուրջ օրակարգով որևէ բան փորձած լինի ասել։ Մենք հստակ երկխոսություն չի նշանակում, այսպես ասած, փոխադարձ կենացների արտահայտություն։ Երկխոսությունը, այն երկխոսությունը, որ Հայ ազգային կոնգրեսը առաջարկել է իշխանությանը, դա ընդհանրապես մեր քաղաքական պայքարի հերթական շարունակությունն է, տրամաբանական հանգրվանը։ Ես ուզում եմ արձանագրել Եվրոպան է ազդել նաև այդ որոշման վրա, ոչ միայն ձեր կուսակցությունը, բայց նաև Որ որոշման վրա է ազդել Եվրոպան։ Ուզում եմ նաև կներեք, որ որոշման վրա։ Ինչ որոշում եք կայացրել։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ բոլոր որոշումների վրա ազդում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվրոպայի մեկի մյուսի գործոնները մեզ համար երկրորդական նշանակություն ունեն եւ իրականության մեջ են ունեն։ Այ նա պարոն Փաշինյան, տրամաբանորեն կամ Հայաստանում կատարված սոցհարցումներին դրանք փաստում են, որ ՀԱԿ-ի վարկանիշը վերջին շրջանում ակնհայտորեն ընկել է, ինչի հետևանք է։ Ես գիտեք, եթե դուք ասեք ինչ սոցիոլոգիական հարցման մասին է խոսքը, ես բանտից դուրս գալուց հետո 1 ամիս անընդհատ օրվա մեջ նույնիսկ 2 անգամ հանդիպումներ եմ ունենում եւ ես տեսնում եմ, որ ՀԱԿ-ի վարկանիշը բարձրացել է եւ միայն բարձրանում է։ Ինչ վերաբերում է դուք թույլ չտվեցիք ես եվրոպական կառույցների։ Դա ձեր անձի վարկանիշն էր բարձր 5-ից 7%-ով, մասնավորապես Քոքոբելյանի կուսակցությունից հեռանալն ու արդեն նոր ազատ դեմոկրատներ կուսակցության ձևավորումն է, որի շուրջ համախմբվել են ձեր նախկին կուսակիցները, չնայած որ որոշ ձևակերպումների համաձայն փոխված կոճակներ են համարվել։ Գիտեք, եթե դուք կարելի է ձեր հարցերին ես պատասխանեմ։ Ուզում եք դուք միանգամից ելույթ ունեցեք, ես շատ ուշադրություն կլսեմ։ Չէ, ես ուզում եմ ուղղակի նկատի ունեմ, եթե հարց եք տալիս, թույլ տվեք ես հարցերին պատասխանեմ։ Հիմա դուք ինձ տվել եք մի քանի հարցեր, որոնց պետք է պատասխանեմ։ Առաջինը Եվրոպայի գործոնը։ Ուրեմն աշխարհում կան բազմաթիվ երկրներ, Հյուսիսային Կորեա, Կուբա եւ այլն, որոնց վրա Եվրոպան եւ միջազգային հանրությունը տասնապատիկ ճնշումներ է գործադրում եւ այնտեղ այդ ճնշումները ոչ մի արդյունք չեն տալիս։ Ինչու՞։ Որովհետև ներսում չկա քաղաքացիական պայքար։ Այն փոփոխությունները, որ այսօր մենք տեսնում ենք, դրանք Հայաստանում տեղի ունեցած քաղաքացիական պայքարի արդյունք են։ Սա միանշանակ։ Եվ երբ որ շատերը հարց են տալիս, թե արդյոք կա տարբերություն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, ես այս հարցին պատասխանում եմ՝ ոչ, չկա ոչ մի տարբերություն նրանց միջեւ։ Տարբերություն կա 2006 թվականի եւ 2011 թվականի Հայաստանի Հանրապետության
քաղաքացու միջև։ Այսօր քաղաքացին գիտի, որ իր կամքը կարող է պարտադրել իշխանության եւ ցանկացած իշխանության, եւ դա մեր պայքարի ամենակարևոր արդյունքն է։ Իշխանությունը ամենաբեսպրեդելի ժամանակաշրջանը Հայաստանում ավարտվում է, եւ ես այսօր այստեղ եմ դա ազդարարելու համար։ Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի վարկանիշին, Հայ ազգային կոնգրեսի վարկանիշը բարձր է եղել եւ միշտ մնալու է բարձր եւ բարձրանալու է։ Բոլոր նրանք, ովքեր փորձելու են պայքարել Հայ ազգային կոնգրեսի դեմ, անկախ անուն ազգանունից, ես պաշտոնապես ասում եմ, վերածվելու են քաղաքական դիակների, որովհետեւ այդ պայքարը Հայ ազգային կոնգրեսի պայքարը սկզբունքների համար է, ազատ եւ երջանիկ Հայաստանի համար է, նրանք ովքեր փորձում են խոչընդոտել Հայաստանում օրինականության հաստատմանը, Հայաստանը ազատ եւ երջանիկ պետության վերածելու գործընթացին, բոլոր այդ մարդիկ վերածվելու են քաղաքական դիակների, անկախ նրանից թե ինչ ճանապարհ են անցել։ Այո, խնդրում եմ դե դեպքում ձեր հարցը կարճ ջերմակերպել։ Ուզում եմ անդրադառնալ արդյոք ձեր ընկերները Քոկոբելյանի շուրջ համախմբված մարդիկ, ովքեր ձեր գաղափարակիցներն են նաեւ 5 կոճակ, պոկված կոճակներ։ Ես չգիտեմ դուք ինչի մասին եք ասում, ուրեմն Հայ ազգային կոնգրեսը զանգվածային շարժում է։ Հայ ազգային կոնգրեսը այսօր ունի 100,000-ավոր համակիրներ։ Այդ 100,000-ավոր համակիրների 4 հոգին չեմ կարծում թե այդպիսի կարևոր նշանակություն ունեն, որ ես պետք է հիմա այդ թեմային անդրադառնամ։ Այլ թեմայի անդրադառնանք, պարոն Փաշինյան, հունիսի 24-ին Կազանում հանդիպեցին Մեդվեդևի հրավերով Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները։ Ձեր գնահատականը, ձեր տեսակետը այդ հանդիպման կարճակերտ ձևակերպենք, Հայաստանը ինչ նպատակով գնաց, ինչ ակնկալիքով գնաց, ինչով հետ եկավ, արդյոք ձեռքբերում արձանագրեց։ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգի Եվրոպայի խորհրդի Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովից հայտարարեց, որ ինքը վախենում է Ադրբեջանից։ Ըստ էության նրա այն հայտարարությունը, թե պատերազմի դեպքում առավելությունը ադրբեջանական կողմը կստանա առավելություն, ինքը ցուցադրեց, որ ինքը վախենում է Ադրբեջանից։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում, որ բանակցությունների սեղանի շուրջ նստի մի մարդ, որը վախենում է հակառակորդից։ Եվ այդ վախեցած հակառակորդը գնաց նստեց Ալիևի առաջ, Ալիևը եւս 10 նոր պահանջ առաջադրեց, եւ ըստ էության Ադրբեջանը այս ընթացքում կոշտացրեց իր դիրքորոշումը։ Եվ մենք տեսանք, որ Ադրբեջանը Վարդան Օսկանյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում խոստովանեց, որ իրենք Ռոբերտ Քոչարյանի 10 տարի Ղարաբաղի հարցի նշաձողը անդադ իջեցրել են։ Այդ process-ը այսօր էլ շարունակվում է։ Եվ ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանի նման լիդերով ներկայանալը բանակցությունների սեղանին դա բխում է Հայաստանի շահերից։ Ղարաբաղի հարցում էլ մենք մի բան ունենք անելու առաջին։ Մենք պետք է Հայաստանի կողմից բանակցողին փոխենք եւ երկրորդը Ղարաբաղին ներգրավենք բանակցային սեղանի շուրջ։ Այ պարոն Փաշինյան, ասում եք, ես չեմ կարծում, ես մտածում եմ, ընդամենը ուզում եմ հստակեցնել, եսը ձեր կուսակցության անունից է փաստորեն, եւ ժողովրդին ուղված ձեր ասելիքը։ Ես ցավոք սրտի ցավում եմ, որ դուք լավ պատկերացում չունեք Հայ ազգային կոնգրեսի կառուցվածքի մասին։ Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն չէ։ Հայ ազգային կոնգրեսը կուսակցությունների 18 կուսակցությունների անհատների հասարակական կազմակերպությունների միավորում է։ Անձամբ ես որևէ կուսակցության անդամ չեմ, բայց Հայ ազգային կոնգրեսի անդամ եմ։ Սա է գիտություն։ Ասում եմ ՀԱԿ-ի անունից եք հանդես։ Չէ, դուք ասում եք կուսակցություն, ես կուսակցություն չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ համաժողովրդական շարժում։ Դրանք տարբեր բաներ են։ Ինչ վերաբերվում է Հայաստանի, ինչ վերաբերվում է իմ ասելիքին քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իմ ասելիքը ընդամենը մեկն է։ Մենք պետք է դուրս գանք պայքարի, Հայաստանում ավազակապետությունը միասին կազմաքանդենք եւ ձևավորենք օրինական իշխանություն, որը ծառայում է ժողովրդին։ Իմացեք, որ ժողովրդին կծառայի միայն այն իշխանությունը, որը իշխանության է հասել ժողովրդի միջոցով։ Այս իշխանությունը չի կարող ծառայել ժողովրդին, որովհետև իշխանության է հասել օլիգարխների, հանցավոր բանդաների, կաշառակերների միջոցով։ Շնորհակալություն պարոն Փաշինյան մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տվականի հավելվածում այսօր մենք հյուրընկալել էինք ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանին։